Հայաստանի ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում պահվում են արծաթյա հայկական գեղեցիկ գոտիներ, բաժակներ և սպասքի այլ պարագաներ։ Սրանց բացառիկ նմուշներն են, որ ցույց են տալիս հայ արծաթագործների վարպետությունն ու թողած մշակութային ժառանգությունը։ Ինչպիսի արժեքավոր զարդեր կան այսօր մեր գանձարաններում և զարգացման ինչ պատմություն ունի արծաթագործությունը, կպատմի մեր հյուրը արվեստաբանության դոցենտ, արվեստաբան Սաթենիկ Չուգազյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի լույս։ Մենք անպայման պետք է պատմական ակնարկ ունենանք։ Պետք է գնանք լավ հետ, որովհետև ինչ լավագույն նորը մոռացված հինն է։ Հասկանանք, արդյոք մեր պարագայում դա աշխատում է, թե մենք լրիվ նոր հոսք ենք վերցրել, լրիվ գնում ենք ինչ-որ արևմտյան կողմ, թե գնում ենք եվրոպական կողմ, թե մենք մերը ունենք, մեր նախշերը բացառիկ են և մեզ են կրկնօրինակում։ Այսպեսի մի լիգբեզ ունենանք այսօր մեր եթերում։ Խնդրեմ, Սաթենիկ ջան, համեցեք։ Շնորհակալություն հրավերի համար ու միշտ ուրախ եմ գալ ձեզ հյուր եւ օրը սկսել նաեւ այսպեսի գունեղ միջավայրում։ Իրականում թեման բավականին բազմաբովանդակ է։ Նախ պիտի իրոք սկսենք հնուց։ Դեռևս արծաթեղենը, արծաթի զարդերը եղել են մեր տարազի հիմնական բաղադրիչը, որոնք ոչ միայն գեղեցկացնելու կանանց ու տղամարդկանց պչնվելու առիթ են եղել, այլ նաեւ սիմվոլիկ նշանակություն են ունեցել եւ հմայելի դեր են կատարել։ Ու բավականին հետաքրքիր է, որ մեզանում ներկայումս շատ երիտասարդներ, ինչը ինձ շատ իդեպ ուրախացնում է, առօրյայում կիրառում են, կրում են առօրյա հագուստի հետ տարատեսակ զարդեր, բայց չգիտեն դրանց խորհրդաբանությունը եւ շատ հաճախ նույնիսկ շփոթում են կանայք կրում են տղամարդկանց գոտիներ լրիվ ուրիշ սիմվոլիկա է այդտեղ եւ նույնիսկ հակառակ են կրում, սխալ, ներքևի հատվածը վերև են կրում եւ այլն։ Եվ առասարակ գոտի կրելը շատ քաջություն պիտի եւ կարեւոր է, որովհետեւ ամեն անգամ չպիտի գոտի կրել։ Եվ մենք հայերս նաեւ մեր լեզվամտածողության մեջ ունենք գոտեպնդել բառը, որ լեզվով կարող ես թարգմանել եւ բացատրել գոտեպնդելը ինչ է։ Իրականում գոտին ունեցել է տղամարդկանց դեպքում պատվի հարստությունը շեշտելու նպատակ, կանանց դեպքում պատիվներ։ Կինը կարող էր գոտի կրել միայն ամուսնանալուց հետո եւ գոտին արձակելը պատվազրկելու խորհուրդն ուներ։ Կանանց գոտիների դեպքում մենք տեսնում ենք բտղաբերության թեմայի հետ կապված զարդեր, տղամարդկանց գոտիների դեպքում տեսնում ենք եւ հմայելի եւ նրանց աստիճանը շեշտող տարրեր եւ շատ հետաքրքիր է, ես պատերազմից հետո սկսեցի այս թեման ավելի ուսումնասիրել, քանի որ տեսա, որ մեր թշնամիները սկսել են զավթել ոչ միայն Արևմտյան Հայաստանում մնացած նմուշները, այլ նաև ինչու՞ չէ հենց արցախյան օրինակները, այսինքն այն նմուշները, որոնք եթե մենք ընդհանրապես տես չենք կանգնում մեր ժառանգությանը, դա շատ հեշտ այդպես յուրացվում է հարևանների կողմից, ու դա ոչ միայն թշնամիներն է, հարևաններ ասելով պիտի նաև բոլորին ներառենք, քանի որ մենք ունենք խնդիր ցեղասպանությունից հետո ցավոք մեր գանձերը հայտնվեցին աշխարհի տարբեր թանգարաններում, նաև մասնավոր հավաքածուներում, եւ ես պատերազմից հետո անդրադարձա, որ չունենք համապարփակ մեկ աշխատություն կամ մի ցուցահանդես երբևէ չի եղել, որը որ կմիավորի բոլոր հավաքածուներն, բոլոր թանգարաններն, որոնք արդեն Նելի ջան նշեցիք, այդ բոլոր գանձարաններում պահվող նմուշները եւ ոչ ոք ցավոք չի կարողացել նախկինում ուսումնասիրի տեսնի բոլոր նմուշները։ Ես պիտի նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր թանգարանների տնօրեններին եւ ֆոնդապահներին այն հնարավորության համար, որ ինձ տրամադրեցին, որպեսզի ես կարողանամ այդ ամեն լինելով Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի վարիչ, ինքս սկզբից սկսեցի ուսումնասիրել պատկերասրահի հավաքածուն, հետո արդեն նաև Էջմիածնի, Պատմության թանգարանի, Սարդարապատի ու դրանից զատ նաև Ժողարվեստի թանգարանի հավաքածուներ, Լուսիկ Ագուլեցու հավաքածուն, հոյակապ, որից հետո արդեն արտերկրի նմուշները նայեցի եւ կարողացա գտնել արտասահմանում, անգամ ոչ միայն Ֆրանսիայում եւ մեզ հայտնի կարևոր Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ կարևոր գաղթավայրերում, այլ նաև կարողացա գտնել փոքրիկ թանգարաններում, անգամ օրինակ Օքսֆորդում հայկական գոտի, որը երևի եզակի օրինակներից էր, որ նշված էր, որ հայկական է, Իվանի գոտի էր, հրաշք մի նմուշ, բայց մնացածների դեպքում մենք չգիտենք ոչ հեղինակներին, չգիտենք անունները, ստեղծման վայրը եւ դա շատ այսպես դետեկտիվի աշխատանք էր։ Այս ուսումնասիրությունը, այս դետեկտիվի ուսումնասիրությունը, ինչ եզրակացության է ձեզ բերել։ Եզրակացությունը հետեւյալն է, որ մենք ունեցել ենք հոյակապ վարպետներ, որոնք աշխատել են տարբեր կենտրոններում, կլինի դա Թիֆլիս, կլինի Վան, կլինի Սեբաստիա ու դրա շնորհիվ մենք
մենք հնարավորություն ունենք հիմա պատկերացնելու մեր դպրոցները արտադրության, ինչը մինչ այդ ցավոք անհասանելի էր ու անհնարին։ Պիտի դեպ հիշատակեմ նաև մի երիտասարդի Համլետի Հովսեփյանին, որը որ ապրելով արդ երկրում հավաքում է աճուրդներից գնում է հայկական նմուշները, արտակարգ գործ է անում, փրկում է մասունքների նման եւ այդ մասնիկները նա հավաքում է եւ բարբերաբար նույնիսկ համացանցում տեղադրելով ծանոթացնում է ու նաև կրթում է, ինչու՞ չէ։ Այդ կրթելու նպատակ ունի նաև այն հետազոտությունները, որ ես կամ այլ գիտնականները անում ենք։ Վերջերս օրինակ շատ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ Էրմիտաժի հավաքածուում, երբ ուսումնասիրություն է անում, Էրմիտաժի հավաքածուում գտա մի գոտի, որ անմիջապես հասկացա, որ հայկական է։ Ցավոք դա նշված էր իբրև Հյուսիսային Կովկաս, եւ ես մասնակցեցի Էրմիտաժի գիտաժողովին, որից հետո նրանք առաջարկեցին տպագրել դա, ինչից հետո պիտի փոխեն անվանումը։ 3 տարի տևեց այդ հետազոտական աշխատանքի արդյունքում տպագրությունը եղավ, ի վերջո, ու հիմա արդեն նրանք պիտի փոխեն դա դարձնեն հայկական, եւ այսպես ես կարծում եմ մենք մասնիկ առ մասնիկ փոքրիկ հաղթանակ, բայց այս փոքրիկ հաղթանակը հույս է տալիս, որ մենք կկարողանանք իդ բերել մնացած մեր նմուշները, ու այնպիսի շքեղ գոտի է թագի պատկերով, թագավորակ, այսինքն ազնվական ընտանիքի մի տղամարդ է գրել, հիմա երկրորդ մասն է, որ պիտի գտնեմ ով է եղել այդ ազնվականը։ Մի բան է գտնել հայկականը, մի բան է գտնել ով է գրել է։ Լրիվ դետեկտիվ աշխատանք է, այսինքն փոքրիկ կնիկներից, ստորագրություններից, բանից, տարեթվից, ոճից եւ այլն ելնելով, պիտի կարողանաս պատմությունը վերականգնել իր փշուրներից, փոքրիկ մասնիկներից վերստեղծում ենք ու վերկերտում ենք մեր պատմությունը, մեր ամբողջ արվեստի պատմությունը այս տեսքով ունի իրականում։ Եկեք հասկանանք, էլի ներկներես, ինչով պիտի տարբերել հայկական նախշը, զարդանախշը կամ վարպետի աշխատանքը երկրորդից, երրորդից, չորրորդից։ Ինչ հիմնական ուղղություններ կան, որ հիմա եթե ասեք, չգիտեմ, մեր հեռուստադիտողներն իրենց տանը կբացեն, կգտնեն, չգիտեմ։ Այ դա ամենադժվարն է։ Դրա համար պետք է մասնագիտական կրթություն ստանալ։ Հայկական զարդանախշերը ճանաչելու համար պետք է թանգարաններ այցելել, պետք է ուսումնասիրել թե հայկական մանրանկարչությունը, թե հայկական զարդաքանդակները, որովհետև միայն մանրանկարչությունը առանձին չի եղել զարդաքանդակներից, նույն զարդերը մենք տեսնում ենք եւ գորգերի վրա, եւ տեսնում ենք մեր արծաթագործության նմուշներում։ Դրա համար պետք է մասնագիտական կրթություն, բայց բացի մասնագիտական կրթությունից, արվեստաբանի մասնագիտությունից հարկ է նաև ուղղակի այցելել ու շատ նայելը, տեսնելը նպաստում է, որ հայկականը ճանաչենք։ Օրինակ, ես միշտ ցավով եմ տեսնում, որ վերնիսաժում կլինի կամ տարբեր պանդոկներում կլինի հայկական կոչվող կտորներ են, նախշեր են, որոնք որ այլանդակ կտորներ են, որոնք ոչ մի կապ չունեն հայկականի հետ, թուրքական կտորներ են իրականում դրանք, ու պիտի դա պետականորեն արգելվի դրանց անգամ մուտքը Հայաստան, որտեղ դա ստեղծվում է այնտեղ ու հետո ներկայացվում է իբրև հայկական ու հասարակության մոտ թյուր կարծիք է, նույնիսկ երեխաներին մանկապարտեզներում են հավաքվում ողբալի մի թեմա է, որ դա ամենավատը, որ ներկայացում է, դա իբրև տարազ։ Այնինչ մեր տարազը այնքան գեղեցիկ է ու ցավոք սրտի պարային խմբերն էլ չեն նպաստում, որ ճիշտ պատկերացում կազմեն տարազի մասին, որտեղ այնտեղ շատ հաճախ տեսնում ենք տարիների վեր շատ անհաջող համադրություններ եւ մարդիկ պատկերացում են կազմում հայկական տարազի մասին, դրանց հիման վրա այնինչ մենք ունենք շատ գեղեցիկ տարազ, որը եւ պատմության թանգարանում է ներկայացված, եւ Սարդարապատում, եւ Լուսիկա Գուլեցու թանգարանում, եւ պարզապես պետք է հաճախել թանգարաններ ու կրթել մեր հայկականը պիտի ինքներս սովորենք, որպեսզի կարողանանք ճիշտ փոխանցել։ Եթե մենք օտարինը վերցնում ենք ու ներկայացնում ենք իբրև մերը, դա չի նպաստում ճիշտ հայկականի տարածմանը։ Իսկ եթե ոչ հնարավորությունը կա թանգարան գնալու, ոչ դրա ցանկությունը եւ ոչ դրա միջոցները։ Լավ, բայց դեպքում ոնց պիտի տարբերենք, եթե չեն գնում թանգարաններ։ Պետք է կարդալ ուրեմն։ Գրքեր, գրադարաններ այցելել, առնվազն գրականությունից օգտվել։ Ինչ գրականություն, ինչ հեղինակներ, ովքեր են այստեղ առաջնակցում։ Ես կարող եմ մի ամբողջ ցանկ տրամադրել, բայց կարող եք սկսել օրինակ Լուսիկա Գուլեցու հենց հավաքածուի մասին տպագրված գրքերից կամ թանգարաններ այցելելը հիմա դարձել է շատ հասանելի։ Միջոցների հետ կապված պիտի ասեմ, որ ամեն ամսվա վերջին շաբաթօրը, եթե չեմ սխալվում, անվճար է մուտքը, կարող են հանգիստ գնալ։ Բոլոր Հայաստանի փառք Աստծո բոլոր ուրեմն քաղաքներում գրեթե կան թանգարաններ հրաշալի, որտեղ կարելի է այցելել եւ ինչու՞ չէ նաեւ Երևան գալով օգտվել առիթից եւ սովորել ճանաչել հայկականը ու դրա հիման վրա ոչ միայն հպարտություն է զգում, այլ նաեւ հիանում է ճաշակով ու երևակայությամբ մեր վարպետների։ Մեր հայկական արվեստը երբեք չի եղել կտրված ամբողջ աշխարհից ու դա նման է մնացած նաեւ ժողովուրդներն են այդպես ապրել։ Գոյություն ուներ անգլերեն ասում են traveling motifs, զարդեր, որոնք որ ճամփորդում են մի երկրից մյուս երկիրը, բայց հայերը երբեք չեն կրկնում
կրկնօրինակել, այդ copy paste ասվածը չի եղել հայկական արվեստում։ Նրանք եթե որևէ նախշ վերցրել են, անգամ ձևափոխել են այնքան, որ դժվար է գտնել որտեղից է ծագումը գալիս կամ այլ խորհուրդ են դրել դրա մեջ։ Դրա համար էսթետիկ ճաշակը մի փոքր կարծես ներկայումս մի փոքր հեռացել են արմատներից։ Դրա համար ես կուզենամ, որ մեր թե ստեղծագործողները, թե վարպետները ճանաչելով հայկականը, դրա հիման վրա նորը ստեղծեն։ Միշտ ասում են հսկաների ուսերին պիտի կանգնես, որ նոր բան կարողանաս ասել կամ ստեղծել։ Դրա համար պիտի մեր ուսումնասիրենք։ Ջնջեմ ինձ մոտից այդ հարցը, որ մենք երվածել ենք նոր վարպետները, այդքան էլ չեն պահում այդ դպրոցը, հնից եկող դպրոցը։ Նրանք փորձում են ճիշտ ասած, բայց երկար տարիներ փակված է եղել, այդ զարդերը, գանձերը չեն ցուցադրվել, շատ քիչ է ներկայացված եղել։ Ես հիմա երազում եմ օրինակ մի ցուցահանդես համադրել, որում ու փորձում եմ ամեն ջանքերը գործադրում եմ, որտեղ կմիավորեմ բոլոր թանգարանների լավագույն օրինակները ու գո մեկտեղեմ նույն վարպետների ստեղծած աշխատանքները ու նաև նույն դպրոցների, որպեսզի մենք տեսնենք, թե ինչպիսի հրաշք օրինակներ են ստեղծել մեր վարպետները, ինչպիսի առօրյա նմուշներ են կիրառել սովորական մարդիկ, ինչպիսին կիրառել են ազնվականները, հարուստները եւ իհարկե հոգեվորական դասը։ Այ խոսեցիք նորը ստեղծելուց։ Մենք շատ ենք տեսնում, որ հիմա ունենք նոր սերունդ, ովքեր որ զբաղվում են արծաթագործությամբ, շատ ընկերություններ, գոտիներ, զարդեր եւ այլն։ Բայց շատ հաճախ նաեւ տեսնում ենք այս արծաթագործության մեջ, որ զարդերն էլ իրենք միշտ չէ որ հայկական են, նախշերը վերցած եւ նմուշներ։ Արդյոք կա ինչ որ մի հետեւողական խումբ, չգիտեմ, որ հետևում է անգամ էս նորը հնի հետ միասին ստեղծելու ոճային լինելու էս գաղափարին, բայց օգտագործել հայկականը, որտեղ տեսնում ենք, որ միշտ չէ որ օգտագործվում է հայկականը։ Իրականում այդպիսի խումբ չկա ցավոք, բայց կան անհատներ, որոնք երբեմն դիմում են խորհուրդների համար։ Ցավոք ես երկու միտում եմ տեսնում, կամ մի ուղղությունը ուրեմն կրկնում է ճիշտ նույնությամբ հինը, ճիշտ նույնությամբ ու նոր բան չի ավելացնում։ Այդ copy paste անելու սկզբունքն է։ Երկրորդը ուրճավորված ներկայացնում է իբրև հայկական, այն ինչ հայկական չի։ Ցավոք այդ միջինը շատ քիչ է։ Փոքրիկ մի քանի արտադրողների աշխատանքներ եմ տեսնում, որոնք իրոք ինձ գոհացնում են ու ես ուրախանում եմ։ Կան իհարկե տեխնիկաներ, օրինակ սևադը, որը սևացման տեխնիկան էր, վանեցիներին էր բնորոշ։ Զարդը, եթե նկատել եք, պատկերներ ունեն երբեմն, եւ այդ զարդի հատվածները սևացնում էին։ Թուրքերը դրանք այդ զարդերը, երբ որ նրանց ձեռքն էին ընկնում, նրանք մտածում էին կեղտոտված է ու մաքրում էին։ Բայց այդ սևադի տեխնիկա չերնյենը, այդ տեխնիկան ներկայումս չեն անում մեր վարպետները, որովհետև դա քիմիական նյութի հետ է կապված, որը վնասում է, ընդհանրապես ցանկալի է նույնիսկ բացօթյա տարածքում աշխատեն, որպեսզի չվնասի, բայց չեն անում ուղղակի, տեխնիկայով գրեթե չեն աշխատում, բայց դրա շնորհիվ այն օրինակները, որ մենք ունենք, այդ տեխնիկայի վարված, ել ավելի կարևոր են դառնում։ Ու դրա շնորհիվ պիտի ել ավելի կարևոր են։ Ես կուզենամ, որ մեր վարպետները տեսնելով հինը ոգեշնչվեն եւ նոր օրինակներ ստեղծեն։ Իսկ դրա համար նրանք էլ պիտի շատ տեսնեն։ Ու դրա համար պիտի կարդան, պիտի շրջագայեն, պիտի այո, աչքները պիտի սովորի տեսնեն արծաթի օգտագործումը մեր կենցաղում, սա նաեւ կենցաղավարություն էր, հատկապես տատիկները գիտեին, երբ բալիկը ծնվում է, նրան անպայման արծաթի գթալով էին կերակրում, արծաթի գթալ էին նվիրում։ Մենք հեռացել ենք այս մշակույթից եւ այսինքն արծաթի կիրառումը մեր կենցաղում դուրս է մղվել եւ ինչ անել, որպեսզի կրկին այս լավ ավանդույթ, առողջ ավանդույթը հետ գա։ Կարծում եմ դրան կնպաստի նաեւ հենց այդ ցուցահանդեսները ու դրա մասին շատ խոսել է, որովհետեւ մարդիկ վերհիշեն, որ ինչպիսի առանձնահատկություններով են օժտված եղել իրենց նախնիները կամ պարզապես ճանաչելով ամեն մեկը իր արմատները իմանալով, օրինակ ես գիտեմ իմ արմատները բոլոր կողմերից եւ ես միշտ մարդկանց հանդիպելով իրենց հարցնում եմ, ձեր արմատները որտեղից են։ Դուք ճանաչում եք, արդյոք եղել եք կամ պատկերացում ունեք ձեր արմատները կամ այն վայրի մասին, որտեղ ձեր նախնիները ծնվել են։ Երբ որ դու ինքդ մոտենում ես քո արմատներին, ճանաչում ես տարազը, օրինակ հնարավորություն կա հիմա Էմմա Մարաշլյանի ստուդիայում կամ որևէ այլ ստուդիայում, որտեղ որ գրագետ են ներկայացնում տարազը, հնարավորություն կա տարազը գրելով վերհիշել, մի փոքր մոտենալ այն ժամանակաշրջանին, որում ապրել են նախնիները եւ կարծես ճամփորդություն կատարել պատմության մեջ, ու ինչ որ իմաստով ավելի մոտենալ այն ազգայինին, այն հայկականին, որը բնորոշ է եղել մեզ, ու ցավոք մենք մի փոքր հեռացել ենք։ Ես վերադառնալով ձեր հարցին նախնական, արդյոք մենք ավելի եվրոպական ենք դարձել, թե հեռացել ենք, արդյոք թե ոչ, մենք հայկական ընդհանրապես մեր պատմության ընթացքում մենք տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ազդեցությունների ներքո ենք եղել, բայց միշտ պահպանել ենք հայկականը։ Ինչ էլ որ եղել է ազդեցություն, մենք միևնույն է ունեցել ենք մեր անհատական գիծը, անհատական բնորոշ ուրեմն տարրերը, եւ պարզապես դա է պետք վերհիշել ու դրան է պետք վերադառնալ։ Նորը ստեղծելու համար ես բնավ չեմ
խրախուսում կրկնել հինը։ Ընդհակառակը խրախուսում եմ հնի վրա, հնից ներշնչվելով ստեղծել նորը, որը կլինի արդիական, կլինի 21-րդ դարին բնորոշ, որովհետև ցավոք ես միշտ ասում եմ, որ մենք ունենք հրաշք շատ հարուստ մշակույթ, բայց վատ փաթեթավորմամբ է դա ներկայացնում։ Այդ փաթեթավորումը, եթե գեղեցիկ չի, դու չես կարող Եվրոպացում կամ մնացածներին ցույց տալ, ներկայացնել, եթե դու ճշգրիտ 21-րդ դարի լեզվով դա չես ներկայացնում։ Իսկ դրա համար պետք է շատ տեսնել։ Ես աշխարհի տարբեր երկրներում լինելով միշտ ուսումնասիրում եմ ինչպես են նրանք ներկայացնում դա, ինչպես են փաթեթավորում։ Վերջերս մի ցուցադրության էի Փարիզում, որը ինձ պարզապես զարմացրեց։ Նկարիչը մեղմ ասած թույլ էր, բայց այնպես էին նրան ներկայացրել եւ ուռճացրել, ու ես մտածում եի, քայլում էի այդ ցուցահանդեսը նայում էի եւ մտածում էի, եթե գումար լիներ եւ ճիշտ գրագետ մոտեցում լիներ նաեւ մեկենասների, ինչպես կարելի էր մեր հայկականը այդպես շքեղ ներկայացնել, որ հնչեղ լիներ ամբողջ աշխարհում։ Հիմա դա կոչում են մարքեթինգ ավելի շատ, մարքեթինգը ավելի ուժեղ էր, քան բուն աշխատանքները։ Հուսանք, որ մարքեթինգի ետևից չեն ընկնի մեր վարպետները, այլ քերականությունը կվերցնեն հնի եւ դրա վրա արդեն իրենց երևակայությունը եւ իրենց ինտերպրետացիան այդտեղ կավելացնեն, մեկնաբանությունը կավելացնեն եւ մենք կրկին մրցունակ կլինենք, չնայած արդեն մրցունակ ենք, բայց այլ ավելի մրցունակ կլինենք դրսի շուկա եւ վարպետների համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Կարճ ժամանակում այսքան տարբեր թեմաներ հասցնելու համար զրուցելու արվեստաբանության դոցենտ, արվեստաբան Սաթենիկ Չուգասիզյանն էր մեր տաղավարում։ Շնորհակալ ենք, լավ նորություններով ձեզ կրկին կսպասենք մեր տաղավարում։ Իսկ մենք գնանք դիտենք Գովազդ եւ վերադառնանք։